Արյան այս թարմ հետքերը վկայում են այն մասին, որ երեք այստեղ վիճաբանություն է տեղի ունեցել, հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի շենքերի եւ ավտոտնակների հատվածներում, նախնական տվյալներով շուրջ 30 տղամարդու մասնակցությամբ։ 8 մարդ տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 45-ամյա տղամարդը հենց վիրահատարանում 3 մահացել է։ Տուժածներից մեկը դուրս է գրվել, մյուս 6-ը դեռ հիվանդանոցներում են։ Արմենիա բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքով իրենց հիվանդանոցում գտնվող 5 տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորը վիրահատվել են։ Այսօրվա դրությամբ բոլորի վիճակը արդեն կայուն է, բոլորի հեմոդինամիկ ցուցանիշները կայունացել են, այսինքն արյան ճնշում եւ այլն, եւ կյանքին վնաս սպառնացող որևէ դեպք չունենք, նույնիսկ կարող եմ ասել, որ 5 հոգի են մնացել հիվանդանոցում, որտեղ մեկը տուն է գնացել։ Հիմնականում ինչ վնասվածքներ ունեին եւ տղամարդը, որ մահացել է, ինչ խնդիր ունի։ Կրծքավանդակի, որովայնի շրջանի տարբեր տեսակի վնասվածքներ, ելի ոչ որպես էքսպերտ, հրազենային տարբեր վնասվածքներ էին, իսկ մահացածի մոտ ավելի շատ որովայնի շրջանի վնասվածք էր, որը բերել էր որովայնի խոռոչի օրգանների, մասնավորապես լյարդի, լրիվ քայքայման կամ վնասման եւ հիմնական արագմանալը մասիվ արյունարուսության պատճառով։ Կրիտիկական փուլն անցել ենք։ Երեկվանից մամուլում մի քանի վարկած է շրջանառվում սիրային հարցերից մինչև կենցաղային վեճ կամ վրեժխնդրություն։ Մոտ 1.5 տարի առաջ այս նույն վարչական շրջանում Աչափնյակում ու կրկին բնակելի շենքերի հարևանությամբ հրազենով սպանվել էր քրեական հեղինակություն Ֆազմականունով Սերգեյ Գրիգորյանը։ Արդյոք երեկվա դեպքերը դրա շարունակությունն է, իրավապահները չեն մանրամասնում։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են հարուցվել է քրեական գործ սպանության, խուլիգանության եւ ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով։ Ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է բոլոր մասնակիցների շրջանակը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ազատության տեղեկություններով 6 մարդ ձերբակալվել է, նրանցից մի քանիսը ոստիկանության բաժին են տեղափոխվել հենց Արմենիա բժշկական կենտրոնից։ Հիվանդանոցում տուժածների հարազատներն ու ընկերները խուսափում էին անգամ տեսախցիկից լռում կատարվածի մասին։ Իսկ Աչափնյակի Հաբելյան փողոցի բնակիչները դեռ սարսափած են ու զայրացած։ Միջև սենց բան չի եղել։ 3-ից 3 անցկեր, սկզբից լսվեց 3-4 հատ ատրճանակի կրակոց, հետո ինքնաձիգի աբոյմեն դադարկեցին։ Մարդիկ էին փախում, բանման, հետո պարզվեց, որ մարդը մահացել։ Պատուհանից էիք նայում։ Այո, այդ կրակոցից հետո փախնող մարդիկ էին։ Այն կողմ փախան մի 10 հոգի։ Հետո եկան մեքենաներ էին կանգնած, ինչ-որ բաներ երևի վիրավորներին էին, դրեցին տարան։ Դուրս եկա ոստիկանությունը արդեն հավաքված էր։ Դպրոցը մոտ է, բայց մեր դպրոցը մի քիչ ավելի հեռու է։ Երեխաների տուն գալու ժամն էր, բնականաբար երեխեքի համար վախեցանք։ Աշխատում ենք բակում իրանց հետ դուրս գանք։ Դեպքից հետո։ Դեպքից հետո։ Ես լրաբերից իմացա։ Ես դաշտում է ինչ որ եղել, չգիտեմ։ Դուք քանի տարի եք այստեղ ապրում։ 30։ Առաջին անգամ է այսպիսի բան։ Սենց բան չի եղել։ Պատահական Facebook-ով դաժան լսեցի ու շատ դες ված զգացի, որ սենց դեպքեր են կատարվում Հայաստանում, մանավանդ Երևանում ու այս օրը ցերեկով։ Բայց ձայներ լսել եք։ Այո, գմփոց կր, բա ոնց։ Ուժեղ։ Շատ ուժեղ է, դա համար լսել եմ։ Վախեցել եմ դուրս գա։ Օրերս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր իր ասուլիսում պնդել, թե 2024-ի համեմատ անցած տարի Հայաստանում կատարված հանցագործությունների եւ հարուցված վարույթների թիվը 3.2%-ով նվազել է։ Այս ցուցանիշն ըստ նախարարի վկայում է ներքին անվտանգության մակարդակի բարձրացման մասին։ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Քոչարյանը, որ հիմա փաստաբանական գործունեություն է ծավալում, պնդեց վիճակագրական այդ տվյալները չեն խոսում ոստիկանների ոչ լավ, ոչ էլ վատ աշխատանքի մասին։ Ասել թե մի տարվա կամ 2 տարվա կտրվածքով ինչ որ հանցատեսակով նվազում կա, որովհետև լավ են պայքարվել հանցատեսակի դեմ, գիտական պատշաճ հիմնավորություն չունեցող թեզեր են։ Երկար տարիներ համակարգում աշխատած Քոչարյանը ենթադրում է, որ Աչափնյակի դեպքը խմորվող գործընթացի կուլմինացիան էր։ Նրա գնահատմամբ ոստիկանությունն անուշադրության է մատնել այդ ողջ ընթացքում շրջանառված ինֆորմացիան։ Քոչարյանը նշում է, որ սա տեղում ծագած վեճ չէր։ Օրը ցերեկով մի քանի տասնյակ զինված տղամարդիկ հանկարծ չեն սկսում իրար վերակրակել։ Ես նայում եմ, ոստիկանության կողմից բարբերաբար ինչ-որ ընդհանուր պրոֆիլակտիկայի ծրագրեր են մշակվում եւ մատուցվում, դա էլ կարեւոր է, բայց ես նկատի ունեմ անհատական պրոֆիլակտիկան
Ցանկացած համայնքում կրիմինալը տեսանելի է։ Եթե նույնիսկ նա բացահայտ հանցագործություն չի անում, պոտենցիալ հանցածին տարերի շրջանակը տեսանելի է ոստիկանության համար։ Սրանց ակարիները ինչ-որ միտեղ միշտ երևում են, ու այս պարտադիր չի մաս սպանել, որ տեսանելի լիներ։ Այս կոնտինգենտը պետք է դառնա ոստիկանության ամենօրյա ներգործության օբյեկտը։ Հիմա այս օբյեկտի վրա ազդելու եւ օրենսդրական լծակները բավարար չեն։ 25 տարվա օրենքով չես կարող դու ոստիկանությանը տանես ռեալ ռեֆորմի։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 5 տարիներին հանրապետությունում հանցավորության ցուցանիշները զգալիորեն աճել են։ Ավելացել են թե ընդհանուր հանցագործությունների, թե հրազենի կիրառմամբ դեպքերը եւ թե սպանությունների թվերը։ Եթե 2020-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը 26468 էր, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 46337-ի։ Այսպիսով, վերջին 5 տարիների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 75%-ով։ Կրկին վիճակագրական կոմիտեի տվյալներով մոտավորապես 83%-ով էլ վերջին 5 տարիների ընթացքում աճել է հրազենով հանցագործությունների թիվը։ 2020-ին այդպիսի 83 դեպքեր գրանցվել, 25-ին 152։